ես ինքս շատ զինված մարդ եմ, տարբեր զինատեսակներն են, բայց իմ մտքով երբեք չի անցնում, որ եթե ինչ-որ մեկը իր վրա գոռաց կամ բակում աղմուկ արեց կամ չգիտեմ ինչ-որ մեկից նեղացրեց կամ թարցնայեց կամ ես պետք է գնամ զենքը վերցնեմ դուրս կամ չկա, այդպես բան չկա իմ մեջ։ Այդ դա կոչվում է զենքի մշակույթ, այսինքն հասկանալը զենքը ինչի համար է։ Զենքը բակում հարցեր լուծելու համար չի, զենքը ինչ-որ մեկից ինչ-որ պատիվ պահանջելու համար չի, ուրիշ նպատակներ ունի։ Հերրու մշակութային նպատակներ, որ հասարակությունը գիտակցի իր պատասխանատվության նախ ինքնապատասխանատվությունը բարձրանա, հա։ Ռուս-ֆիննական պատերազմի ժամանակ ֆինները ֆիննական սնայպերների բան կար, չէ՞, տենց լեգենդ չի ինքի բավականին էլ իրականությունն է, ասում եմ դա ինչից էր գալիս, որտեվ ու լավ էին իրան կրակում, շատ դիպուկ էին կրակում ու ֆին սնայպերները սովետական բանակի կաշմարներ, հա։ Ասում եմ ինչի որտեվ որսորդ ազգ է, այդ ազգը պուճու ժամանակում էս որսն է, ես որս չեմ անում ինքս, հա, երբեք չեմ արել երևի երբևիցե որսի չգնամ էլ, բայց այն փաստը որ մարդիկ շատ փոքր տարիքից զենքի են սովորացել, այդ նաև բերել է նրան, որ ինչ-որ անվտանգային հարցեր է լուծել։ Հիմա այն փաստը որ հասարակությունը օրինակ կարա մինչև ատամները զինված լինի, ենթադրենք թե դա մեր պետության գոյության ոչ անհրաժեշտ ոչ էլ բավարար պայման է, բայց դա ինչ-որ մի պայման է, որը մեր անվտանգային իրավիճակը մի քիչ լավացնում է։ Եթե օգուտ չտա, վնասել չի տա։ Վնասել չի տա, այո։